մեր հորմոնների ներդաշրակ աշխատանքը խիստ կարևոր է առողջ օրգանիզմ ունենալու համար։ Արյան ճնշումը կլինի, հավելյալ ճարպ կլինի, թե չի լինի, մեր կերածը լրիվ կյուրացվի, կդառնա էներգիա, թե չի յուրացվի, այսինքն այս բոլորը իրար հետ միասին ստեղծում են մեր առողջ օրգանիզմը, արյան նորմալ շրջանառությունը և մեր նյութափոխանակությունը։ Թվում է, թե սեռական հորմոնները ընդհանրապես իրենցից ներկայացնում են սեռը բնորոշող սեռական ֆունկցիաները ապահովող նյութեր, բայց առաջին հերթին դրանք ազդում են խիստ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա, առաջին հերթին։ Այնպես որ տղամարդկանց սեռական հորմոնները, որի գլխավոր դերակատարը տեստոստերոնն է, ինչպես մենք ենք անվանում, տեստոստերոնը խիստ ազդեցություն ունի օրգանիզմի նյութափոխանակության վրա։ Եվ պատահական չէ, որ տեստոստերոնի քանակի իջեցումը իր հետևից բերում է ճարպի կուտակման։ Այսինքն, եթե տեստոստերոնի քանակը իջնում է, աստիճանաբար դանդաղում է նյութափոխանակությունը, հետևաբար կերած էներգիան կուտակվում է ճարպի ձևով։ Նույնը վերաբերվում է կանանց, երբ որ նրանց էստրոգենները բավարար չեն։ Մի խոսքով, առաջին հերթին սեռական հորմոնները դրանք նյութափոխանակային հորմոններ են, հետո կգա նրանց գլխավոր ֆունկցիան, այսպես ասած, այսինքն որոնք ապահովի սեռական տարբեր հատկանիշները, ակտիվությունը, խանգարում եւ այլն եւ այլն։